Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 12-ն է, ասնենք, տեսնենք, ինչ ունենք այսօրվա համար, մինչ հիմնական նորություններին ասել ես, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ կարող եք բաժանորդագրվել Patreon-ում, դիտել վիդեոները առանց գովազդային ընդմիջումների, նախորդ մինչև այն ցույց կտա YouTube-ում եւ դրանով իսկ դուք օգտակար կլինեք մեր ալիքի զարգացմանը։ Իսկ նրանք, ովքեր ուզում են մեկ անգամյա նվիրատվություններով օգտակար լինեն, խնդրեմ բոլոր հնարավոր տարբերակները ներքևում կա։ Մինչ Ադրբեջանում, Թուրքիայում ցնցում են Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր հաղթանակով, ես ամբողջ ընթացքում սպասում էի Իրանի արձագանքին։ Դեռ Ռուբիոյի մեկնելուց հետո էի սպասում, այդ ուշանալը ես կապում էի ընտրության հետ, ասում են ընտրությունները, երբ սպասում են ընտրությունները կլինի, կտեսնեն ինչա ով է երկրին տեր դառնում, այն ժամանակ էլ Իրանը կարձագանքի։ Մոտարապես այդպես էլ եղավ եւ այսօր ունենք արդեն Իրանի արձագանքը, որը սառը ցնցուղի նման իջավ Փաշինյան Նիկոլի եւ ոչ միայն Փաշինյան Նիկոլի գլխին։ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական ասում է շատ կոպիտ ձևով հիշեցնում է Փաշինյան Նիկոլին, որ Դոնալդ Թրամփը նույնիսկ Հորմուզի նեղուցում հարց չի կարող լուծի։ Էլ ուշ թե մնաց Զանգեզուրում։ Երբ որ Հայաստանի վարչապետը պետքա լավ մտածի խոսելուց առաջ։ Խորհուրդ է տալիս մի քիչ երկար մտածի խոսելուց առաջ։ Ճիշտ ասած, ես սա էլ ակնկալում էի այս պատասխանը իրանց կողմից, բայց քանի որ ինքը մի քիչ ուշանում էր, մտածում էի կարող է իրավիճակը փոխվի։ Բայց չէ, պարսկական հանգստությունն ու դիվանագիտությունը երևի այս աշխարհի վրա ամենաստաբիլ բաներից մեկն է։ Գնանք առաջ։ Եվ այսպես ինչ ունենք մենք հիմա։ Մի կողմում Հայաստանի չարչերկված ժողովուրդ, որի ակամա ասեն շահերի պաշտպանը դարձել է Իրանը, ինչ եմ ասում ակամա, որտեղ իրան Զանգեզուրն է հետաքրքիր, ոչ թե ասենք մեր հույզերն ու մտածմունքները, հա։ Ու այս հանգամանքում մենք իրար հետ նույն բանի վրա ենք։ Սա մի շատ կարևոր հանգամանք էլ կար, ես մոռացա շեշտեի, հա։ Որ խորհուրդ է տալիս մերձենալ անմիջական հարևանների հետ։ Այսա շատ կարևոր հանգամանք է։ Փոխանակ մենք հարաբերություններ լավացնենք, բարելավենք մերձավոր հարևանների հետ, Փաշինյան Նիկոլը իր կյանքը տվել այն ուժերին, որոնք խոստանում են իրեն տեր կանգնել իր հանցագործությունների դիմաց։ Եվ այսպես ինչ ունենք այս նկարում, Ռուբիո, չասեմ սիոնիստ, գաղթական, բայց որը ծառայում է սիոնիստներին։ Թրամփին, Թրամփն է Նետանյահուին։ Կողքը Ուրսուլա ֆոն դեր Լայն, սիոնիստ, որը հետապնդվում է քրեական գործկավարան 53 միլիարդ եվրոյի խաբեության, խարդախության գործով։ Կողքը գալիս է Մակրոն, չէ ուզենա շատ բան ասել, բայց Մակրոնն է իրանցից։ Ի վերջո Ռոշիլերի ընտանիքի հաշապաններից է եղել բանկեր։ Դե Էրդողան, Ալիև, կարծում եմ, ստեղ անիմաստա խոսել է, թե սրանք ովքեր են։ Եվ այս բոլորը փաստորեն քվեարկում են Փաշինյան Նիկոլի օգտին եւ թքած ունեն իրականում ինչա կատարվել Հայաստանում։ Դե եթե սա է քաղաքականությունը, սա է եվրոպական եւ ասենց ասեմ արևմտյան քաղաքականությունը, ես ինքս մերժում եմ։ Իրոք մերժում եմ այս քաղաքականությունը, որովհետև այսօր այս մարդկանց ձեռքն է։ Որովհետև դες հիշացնեմ եվրոպական դիտորդական առաքելությունը այլ զեկույց ուներ, որտեղ նշված էր, որ ընտրություններն անցել են կրիմինալ իրավիճակում։ Խախտումներով, մեծ խախտումներով, բայց երևի, չգիտեմ, այնտեղ ուրիշ բան է որոշած ամենավերևում, թքած ունեն այդ ինստիտուտների վրա, իմիջիալոց Ռուբիոն թքած ունի Լեմկինի ինստիտուտի վրա, որը մեծ զեկույց էր հրապարակել, մեծ
թե ինչ պայմաններում անցնում Հայաստանում ընտրությունները, ինչ հալածանքների, քրեական հետապնդումների, քաղաքական հաշվարկների, մի խոսքով, հա, մեծ զեկուցեր հրապարակել։ Այսպիսով արձանագրենք, որ կան ինստիտուտներ եւ Ամերիկայում եւ Եվրոպայում, բայց այսօրվա ղեկավարները եւ Մակրոնը եւ Ուրսուլան եւ ասենք չգիտեմ Ջեյդի Վենսն ու այս Մարկո Ռուբիոն, որոնք ընդհանրապես գիտեք ինչ են, պետք է ոչ մի բան, հա, իրենք թքած ունենան ինստիտուտների վրա եւ այսպես ինչն է միավորում այս 5-ին։ Եթե հասկանանք ինչն է միավորում այս 5-ին, կհասկանանք ով է կանգնած այս 5-ի հետևում եւ ինչու է պետք Փաշինյան Նիկոլը իրենց։ Այս 5-ին միավորումը սիոնիզմը։ Այս 5-ի հովանավորն է այս ծրագրի, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Պայմանական այս մանկապիղծի անունով են կոչել, իրենց թվում է որ ասեցին մանկապիղծ Թրամփի անունով է, սա բարձրացնելու է պատիվը, էլի ոչ։ Այս բոլորի թիկունքում կանգնած է Իսրայելը։ Եվ պատահական չի, որ Իսրայելը շնորհավորել է Փաշինյան Նիկոլին։ Երբ որ այս ամեն ինչը բերում ենք ֆոկուսի մեջ, հասկանում ենք ինչու՞մն է բանը։ Մենք հասկանում ենք ինչու կարող էր լինել 44 օրյա պատերազմը եւ ինչ շահագրգռվածություն ուներ այդտեղ Իսրայելը։ Մենք կարողանում ենք հասկանալ նաեւ թե ինչու կարող էր պատահել ընդհանրապես 1915 թվականի ցեղասպանությունը եւ ինչ կապ ուներ այդտեղ Իսրայելը։ Ավելի ճիշտ սիոնիստները ժամանակ Իսրայել չկար։ Եվ այսպես սա շատ կարևոր հանգրվան է, որովհետեւ ով է Նիկոլը։ Նիկոլը մեկն է, որը պատրաստ է վաճառվել ցանկացած մեկին, եթե դրա դիմաց խոստանում են պահել իր կյանքը։ Ու ինքն էլ հասկանում է, որ այդ կյանքը արժեք չունի, այդ կյանքը արժեք ունի այնքանով, որքանով նա դեռ կարողանում է ընտրություններ զավթի, խախտի եւ մնա որպես իշխանություն, որ կարողանա իրագործել սրանց ծրագրերը։ Ինչելս երկու բառ ասեմ ընտրությունների մասին ու անցնենք առաջ։ Լավ, չնայած ընթացքում խոսելու ենք, հենց հաջորդ թեման դրա մասին է, ուժեղ Հայաստանը որոշել է պահանջվում ամեն պատրաստվում է դիմել դատարան չեղյալ հայտարարելու պահանջով։ Ես կարծում եմ տրամաբանական է, եթե երկու տեղամասում անբավեր են ընտրությունները, ես կարծում եմ ու դա արդեն ճանաչված փաստ է, ես կարծում եմ եթե մի քիչ լուրջ աշխատանք տաներ ուժեղ Հայաստանը, բոլոր 2000 տեղամասերում կլիներ նույն պատկերը։ Ուստի որպեսի այս ընտրությունները համարվի չեղյալ, ուրեմն պետքա այս աշխատանքը տալի բոլոր տեղամասերում։ Իմիջիալոց ասեմ, այս աշխատանքում վատ չէր լինի մասնակցեին նաև այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարել ոչ մի շեմ ու գտնում են, որ իրենց ձայները գողացել են։ Եթե ձեր նպատակը իրոք ակտիվություններ, դուք այս պարագայում պարտավոր եք դուք էլ ձեր ներդրումն ունենալ։ Ինչ կլինի, եթե հանկարծ ստացվի պարտադրել երկրորդ փուլ։ Փաշինյան Նիկոլը պարտավորած է։ Որովհետև առաջի զարկով, եթե չի կարող ջարդի, երկրորդ զարկով հաստատ չի կարողանալու։ Իհարկե երկու կողմերն էլ իրենց հետևություններն անելու են, բայց եթե որոշվեց, որ երկրորդ զարկը պետք է լինի երկրորդ փուլ, նշանակում արդեն որոշում կա, որ Փաշինյան Նիկոլը չի կարող։ Չի կարող մի քանի հանգամանքներում նախ որ չունի համապատասխան ռեսուրս այդ ամեն ինչը անելու վստահության եւ պատգամավորական, պարլամենտական։ Երկրորդը, որ իր խոստացած թվերը, որ ինքը խոստացել է, որ ինքը ապահովելու է եւ դառնալ է սահմանադրական մեծամասնություն, ինքը չկարողացավ անել։ Եվ ես չեմ բացառում, որ այստեղ նշանակողները կարող է հասկանալ, որ սա այլևս գործիք չի։ Ով կխանգարի սրանց, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ մի հոգի կա, որ կարող է խանգարի եւ պահանջի երկրորդ փուլ, որը միջև այսօր չի շնորհավորել։
Իմիջիայլոց այսօր ինֆորմացիա տարածվեց, ես էլ տարածեցի դա, որ Մարի Լեպենը քննադատել է իշխանությունը, դատապարտել է խաղաղությունը եւ այլն եւ այլն։ Երկար փնտրտուքներից հետո ամենայն հավանականությամբ այդ փաստը չկա։ Դա սարքած փաստ է կամ գրել հանել են չկա։ Բայց կա դեռ Պուտինը ոչ չի շնորհավորել, որ ինչ-որ մի բանի է սպասում։ Կամ սպասում է համաձայնության, կամ որոշել են երկրորդ փուլ։ Ու ես համոզմունք ունեմ իմ մեջ, որ եթե ուժեղ Հայաստանը դիմել է պահանջելով չեղել հայտարարել, նշանակում է այդ հրամանը եկել է հենց Ռուսաստանից, որ չէ, սես չի լինելու։ Սես չի լինելու, որովհետև երևի ինչ-որ մի բան է փոխվել։ Այդ բանը ամեն վարքյան կարող է փոխվի։ Ամեն վարքյան տարբեր կողմերից կարող է փոխի։ Լավ է թե վատ, դժվար է ասել լավ է թե վատ, որ Նիկոլը չլինի իհարկե լավ է, բայց լավ է թե վատ, որ մեր փոխարեն այսենց որոշում են մեկը Մոսկվայից, մնացածը։ Բայց մեկը այս մնացածին հավասար է, գիտեք ինչի, որովհետև սրանց թիկունքին կանգնածը խորհրդակցում է նրա հետ, սրանք կատարողներն են։ Այս լավ է, որ տենց է մեր հաշվինը, ոչ։ Լավ է, որ մենք կախված ենք սես բերաներս բաց նայում ենք այս կողմեն կողմ ով է մեր փոխարեն որոշելու։ Ոչ։ Որքի պետք է մենք հասկանանք, սա հնարավոր էր ու հնարավոր է դարձել են պարագայում միայն, երբ որ ինքներս որոշել ենք, որ մեր ապագայով պիտի չզբաղվենք, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իսկ ինչ վերաբերվում է 30%-ին, որ հստակ Ալիևի երազանքն է իրականացնում, ես ինչ եմ ասում 30%, որովհետև համարում եմ, որ Փաշինյան Նիկոլի օգտին կարող է կվարկել մաքսիմում 30%, մնացածը խախտումներ, նկաշտություն։ 30% դա հսկայական թիվ, ամեն երրորդը պատրաստ է թուրքական ծրագիր իրականացնելու Հայաստան։ Ամեն երրորդը պատրաստ է լսելու Ալիևի կոչը։ Ամեն երրորդը պատրաստ է ուրանալ իր եկեղեցին։ Հա։ Ամեն երրորդը պատրաստ է իր եկեղեցու վրա փաստորեն հարձակվել։ Իր զինվորին սպանել եւ ասել, հա, բա դա անկախության գինն է։ Տարել ենք գիտավորյալ սպանել ենք, հա, որ այս անկախությունն ունենք, փաստորեն այն անկախությունը այդքան լավը չէ, այսյա լավը։ Ամեն երրորդը դա սոսկալի մեծ թիվ է, սոսկալի։ Պլյուս դրան Կոմենտներում վստկում են Հենրիխ Մխիթարյանին, օր ասենց հավատս չի գալիս, բայց ժողովուրդ ընտրությունները անցել է ու ժամանակն է մի քիչ ադեկվատության մասին խոսենք։ Ուրեմն Հենրիխը ուղակի պոստեր արել, որտեղ ասում էր գնացեք ընտրություններին։ Չէր ասում ինչ որ մեկին ընտրեք, չէր ասում ինչ որ մեկին չընտրեք, ուղակի կոչ էր անում ամենանորմալ մարդկային կոչը՝ գնալ ընտրությունների, իսկ հիմա կարդում եմ sense մի քանի կոմենտներ, որ մարդիկ թողել են Հենրիխ Մխիթարյանի այդ կոչի տակ։ Եվս մի ռուսաստրուկ տալանչիների պաշտպան, հիշեցնեմ, մարդը ուղղակի ասել էր գնացեք ընտրությունների։ Ասեմ դες, այս տողերը sense copy paste կրկնվող բոլոր տեղերում են։ Բոլոր, այսինքն անդեմք նույն մարդիկ, նույն տողերը ռուսաստրուկ, դաշնակ, ռուսաստրուկ, ռոբի վկա, շուգեմ այս կարգի բաներ։ Նույնիսկ եթե դու քաղաքական ոչ մի բան չես ասել, բայց գրում ես, չենք հանձնվելու։ Դու ռուսաստրուկ ես։ Մեր հավաքականի պայստայների մազը չարժես, դու ինչ հայ ես, այ փալաս էլի վիրավորան գժոր, դու նորմալ եք։ Քեզ ինչ դու ոչ պատերազմի ժամանակ ես Հայաստանում, ոչ էլ խաղաղ ժամանակ Սիրուշոյի հետ ձեռ առ ձեռ տալու գնաս 17 ընտրես, ինչ որ այ ես բանի մեջ ժոր դուք նորմալ եք։ Ոնց որ առաջին անգամ պարտքը հիշեցիր, թե սխալվում եմ, չէ, առաջին անգամ չի հենան вообще լիքը արտահայտվել է այն բոլոր սիտուացիաներում։ Մարդ ասել է գնացեք ընտրության, պատկերացեք սրանց մոտ ինչքան չարություն, ինչ ասեմ, դա չարություն էլ չէ, ախր, դա բացատրություն չունի ժողովուրդ։ Ես կարող եմ բարկանալ, դուք էլ կարող եք բարկանալ, ցանկացածս կարող է բարկանալ։ Այս գրածը բարկության բան չի։ Մարդը ոչ մի բան չի ասել, գնացեք ընտրության։ Իսկ դու դեմ ես, որ մարդը գնաց, ասի գնացեք ընտրության։ Այսինքն դու մտածում ես, որ ընտրության գնալը Նիկոլին դեմ է։ Ու եթե Նիկոլի դեմ է, իրանք ինչ ասես իրավունք ունեն ասել։ Սա է բերել Փաշինյան Նիկոլ, ու մենք սենց 30% ունենք։ Սա հսկայական թիվ, սա վտանգավոր թիվ է։ Վտանգավոր թիվ է արդեն։
Ստեղ չկա է որ ինքը ինչ որ համոզմունքով անում, ստեղ համոզմունքի բան չկա։ Այս ընտրությունները, այս վերաբերմունքը, սա համոզմունքի բան չի։ Այս կարգի կերծելը սա թքել է բոլոր մարդկանց երեսին։ Բոլոր։ Հա, որ ես կարող եմ ամեն ինչ անել։ Այսինքն ով Նիկոլի կողմից է, եթե սա նորմալ է, նշանակում է իր համար նորմալ է, որ իր երեսին թքում են, նույնիսկ ընտրությունների ժամանակ։ Իր համար նորմալ է, որ այն մարդիկ, որ կոչ են անում գնացեք քաղաքացիական ձեր պարտքը կատարեք, կարելի է նման բան ասել, հասկանում եք, այս մարդկանց մի բազմություն ունենք, որը մոտ է, այս մարդկանց տիպի, որը մոտ է 30%-ի։ Սա failed պետություն է, սա ձախողված պետություն է, ստեղ ասեմ ես։ Պետություն, որ քաղաքացի չի կերտել նույնիսկ։ Հա, իհարկե 70-ը տենց չի, բայց 30%։ Տենց։ Սա աղետալի բարձր ցուցանիշ է։ Իմ համար աղետալի ու վախենալու։ Ոչ մի բան չունենք ասում, ոչ տնտեսություն ունենք, ոչ անվտանգություն ունենք, ոչ ժողովուրդ ունենք։ Շնորհակալություն ուսում։ Երբ որ շատ-շատերը նախընտրել են լռել, բարձ է ում ես ընտրելու ռսաստրուկ։ Իտալիավականը ֆուտբոլը դեյով խաղում, խից է իր մասնակցում, թե փող չտնի։ Եթե շաբաթն է գրում, ուրեմն բարձ է ով է ընտրյալը, ով ժողովուրդ շաբաթից հետո էր ընտրությունները, Կիրակի։ Եթե չորեքշաբթի ընտրություններից հետո գրեր, դա շատ տարօրինակ կլիներ։ Ոբշեմ ինչ եմ ուզում ասեմ, մի քիչ adekvat եղեք էլի։ Adekvat չի։ Սա հարցը մենակ adekvatին չի։ Եթե դուք հիշում եք այն հավաք ուրբաթօրը, որ իրան կազմակերպեցին հրապարակում, երբ որ ես տեսա այդ բազմությունը, անկախ քանակից շատ է թե քիչ, ասեցի, սա գիտեք ինչ է։ Դուք պատկերացնում եք այս էներգիայով մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվել։ Այս ատելության էներգիայով, ատելության խոսքի շուրջ հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Սա կարող է բերի եւ երկրաշարժեր, եւ ջրհեղեղներ, եւ կատաստրոֆաներ։ Այն ժամանակից որ ասում էի սա, հավատացեք, սա բան չի, կոնսպիրացիա չի, սա ֆիզիկա է։ Սա ֆիզիկա է։ Ամեն ինչը էներգիա է։ Երբ որ էներգիան խտանում է ինչ-որ միտեղ, անպայման դու կարող սարեր շարժի։ Աստվածաշնչի մեջ ասում է, եթե ավազահատիկի չափ հավատ ունենաս, այն սարը կարող է շարժել։ Դա ինձ այդ էներգիայի մասին է, որ հավատը տալիս է էներգիա, իսկ բացասական հավատը նույնպես հավատ է։ Բացասական էներգիան նույնպես էներգիա է, ու դա քայքայիչ էներգիա է, որովհետև այն ինչ որ տեսնում եք այսօր Հայաստանում կատարվում է, սենց բանով է տեսել, կայծակից ասֆալտ ճեղքի, լստեղն է։ Дорогу снесло конкретно. Լստեղ ջում ինչ։ Մենք հազիվ ենք փրկել երեխաներին։ Սենց բանով է տեսել։ Փակ բեկորային վնասվածք է արմնգահոտի, ոսկրերի։ Լապատկով տան մուտից։ Ժորժան, ինչ էինք մտածում։ Ինչ ենք մտածում։ Ես այդքան վստահ չեմ, որ սանով ավարտվելու է։ Սա նրանց չի, որ ես դա ուզում եմ, հասկանում եք։ Հայաստանը դարել է մի տեղ, որտեղ ամենավատ բաներն է դավանվում ժողովրդի 30%-ի կողմից։ Մի աղրամարեք այս փաստը, սա աղետաբեր փաստ է։ Մի տոկոս չի, 2% չի, 30% մոտարապես Հայաստանում դավանում է այն էներգիան, ինչ որ փոխանցում է Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլը իր ամբողջ դրսևորումով դա ներն է։
մենք ունենք մոտ 30% ների հետևորդ, որի համար հարազատ է այդ էներգիան, ինքը վերցնում փոխանցում է, ընդ որում փոխանցում է բոլոր տեղ բոլորի նկատմամբ, իմ նկատմամբ, Հենրիկ Մխիթարյանի նկատմամբ, բոլորի նկատմամբ, ով կարող ասի չհանձնվեք, գնացեք ընտրության, առանց որևէ այլ բառ, չէ, դու ոնց, արդեն ենթադրում է, այնտեղ արդեն, գիտեք դա ոնց է արվում, ինչ որ մեկը նստած երևի link ուղարկում, ասում է մտեք ու քֆուր, ենթադրում է, որովհետև այտենց քաղաքական աղանդավորական շարժումներ կան Հայաստանում, ես գիտեմ ոնց է աշխատում, էլի, մի ստատուս, որ դուրը չի գալի, ընդ մի հատ կա, այդ աղանդավորական խմբակի շեֆերից, ուղարկում է լինքը, չաթում օբշի, ասում է դավայ, չեմ բացառում, որ հենց տենց էլ է, բայց ամեն դեպքում, այն ինչ կատարվում է, այդ մի քանի տասնյակ հազար մարդու կողմից, 600-700 հազար, հա, այս սառուց այսօր ինչ տեսան, կայծակը, սա կարող ընդամենը ռազմին կա թվալ, եթե ներին այսքան հավատացող աջակցող կա, սարսափելի է նույնիսկ մտածել, իմջելով, սրանք էլ են ների վկաներ, չմտածեք իրենք, այս ամեն ինչ տեսնում եք այս բոլորին, այսի ների համույթն է, ու պատահական չի, բայց ես չէ ուզանաս թե Մակրոնին տեսնել ազնիվ խոսք, բայց մնացած 4-ն ներն են, Մակրոնի տեղի կարող հանգիստ լինել Նետանյահուն, հանգիստ կարող էր լինել, չգիտեմ, Թրամփը, ու բոլորովին պատահական չի, որ այս սատանայապաշտների խումբը աջակցում է սրան, պլյուս Հայաստանի մոտավորապես 30%, սկսվել է ժողովուրդ, մի կողմից գոռում են, որ ռուսամետներն ուզում են իշխանություն հաստատել, բայց մյուս կողմից ին նման արևմտյան արժեքների կրողը ենթարկվում է հետապնդումների անուշ սեթրակել, այսօր, ավելի ճիշտ արդեն 3, փակել են Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնը, պատրաստվեք, կոնսերվատորիա, գեղարվեստաթատերական, հերթով, պատրաստվեք, զանգել են ուղղակի ասել են, վերջ, ամբիոնը փակում եք, Հայաստանին էլ արտասահմանյան գրականության ամբիոն պետք չի, Հայաստանին էլ ոչ մի բան պետք չի, որովհետև ցանկացած կիրթ մարդ, որ ասում է գնացեք ընտրության, ինքը արդեն ատելի է իր մտածելու, ինքնուրույն մտածելու եւ կոչեր անելու ունակությամբ, հասկանում եք, որ ցանկացած մտածող մարդ արդեն պոտենցիալ վտանգ է սրանց համար։ Այնպես որ, իսկ եթե դա ավելացնենք, որ Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի վրայից հանել են Արամ Մերանգուլյան բառը նաև, սա գիտեք ինչ է նշանակում, որ ասենք Կոմիտասի կոնսերվատորիայի անվան, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վրայից հանելու են Կոմիտաս անունը, Թերլեմեզյանի վրայից Թերլեմեզյան անունը, Հերացու վրայից Հերացի անունը, Ռոմանոս Մելիքյանից Ռոմանոս Մելիքյան անունը եւ այսպես շարունակ։ Լինելու է ուղղակի անսամբլ, քոլեջ, կոնսերվատորիա, բժշկական համալսարան, վերջ։ Ոչ մի ընդհանուր բան հայ մարդը իր մշակույթը, կրթությունը պիտի չունենա իր անցյալի հետ։ Պիտի վերածվի ազգ մանկուրտի, ազգ բիոթափոնի, որովհետև ինքնագիտակցություն ունեցող մարդը, իր անցյալների հետ կապ ունեցող մարդը, ինքը դիմադրում է, ինքը արդեն հակաթուրքական է, իսկ քանի որ սրանց նպատակն է թուրքացնել այս հասարակությունը եւ պայքարել հակաթուրքականության դեմ, այս ամեն ինչը գնում է այս դրան։ Այո, ասեմ ովքեր էին այդպես բաներ անում, դեմ գիտեք պատմությունից, բոլշևիկները։ Այսօր Անուշ Սեթրակյանի հետ հարցազրույց եմ ունեցել, հենց այդ առումով ասում եմ, կարող է պետք է ուրախ լինենք, որ մեզ ընդամենը, ասենք քո նմաններին ընդամենը հեռացնում են աշխատանքից։ Կարող էին, չէ՞, բոլշևիկների նման գնդակահարել։ Բոլշևիկները սկզբից մի երկու պարախոտ, մի երկու նավ, այս բան դասախոսական, ուսանողական կազմից, ովքեր համաձայն չէին բոլշևիզմի հետ, ուղարկեցին Գերմանիա,
Հետո փակվեց Գերմանիան ասեց, ես ինչ ես անում։ Ես պատերազմի մոտ նոր ավարտվե, իմ մոտ տնտեսական կրիզիս է, մարդ չընդունեց, էլ չէին կարող ոչ մտեղ ուղարկեն։ Հետո մտածեցին ինչ ենք ուղարկում, որ գնդակալելու վերջ։ Գնդակալելու վերջ։ Դասում կարող է մեր բախտը բերելա, որ ընդհանրապես աշխատանքից հեռացում։ Սա սկիզբն է։ Հարգելի են տակուկ տեղերում ծավալած գործընկերներ, գոլեգաներ եւ կից մարդիկ, որոնք ամբիցիա ունեն ինտելեկտուալ երևալու։ Պատրաստեք, դուք չեք ունենալու աշխատանք Հայաստանում, որովհետեւ այն հիմնականում որ դուք աշխատում եք, այդ շենքերը անես լավ հյուրանոցի տեղեր են։ Հիշում եք անցած տարի մի քանի տարի առաջ մենք հազիվ կասեցինք օպերային ստուդիայի ուղղակի փակումը, կոնսերվատորիայի կիսումը, կոնսերվատորիայի արտաքսումը լինելու է տղաներ եւ աղջիկներ։ Լինելու է։ Աստված չանի, եթե հանգարց Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ընդ որում ձեր թողտվության մնաց իշխանության։ Այնպես որ ես համաձայն չեմ, որ այդ 30%-ը ու բանա իրանք իրենց կարծիքն ունեն իրավունք ունենալ, այնտեղ 70%-ն ինքը կարող ասես նայեն 30%-ը ոնց է իր կարծիքը փաթաթուն բոլորի վզին ու բոլորի վզից քաշելով տանում կառավարան։ Իսկ թվում է ժամանակն է հասկանալու, որ եթե դու ակտիվ չես քո չհամաձայնվելու մեջ, դու պատրաստ լինես այդ ամեն հետևանքի։ Ու գիտեք, ոչ մեկից չես ստիպում հայտարարել օդեկան ռեժիմով, որ ցանկացած մեկը հստակով Նիկոլ Փաշինյանն ընտրում իմ անձնական թշնամինը, որովհետև նա թշնամի է իմ տեսակի, իմ գոյության, իմ պետականության։ Քանի հոգի ընդհանրապես վերաբերմունք ունեցավ, քանի հոգի ընդհանրապես հանդգնեց կոչ անել գնալ ընտրության, թող մի երկու հատ էլ ասենք ձեզ հայոյեին, ինչ եղավ, ինձ հայոյեցին, ինչ եղավ ինձ։ Դրա փոխարեն իմացա ինչքան տականք կա ու 90%-ը fake package-երով։ Իմացա։ Այդ թող մի երկու հատ էլ ձեր հայոյեն ասում, թող մի անգամ էլ խփեն ձեր գլխին, թող մի անգամ էլ իրաց ձեռը ցավա։ Կոնեք իմանանք մեր հայրենիքի գիտության, մշակույթի, փրկության համար մի բան արել ենք։ Այլ դրա համար էլ էսի կերել ենք, հա։ Բայց ինչ եք ուզում, դուք ոչ մի բան չանեք, լավամարդ լինեք, ձեզ հայոյանք չտան ու նաև դուք պետություն աշխատանք, հա, ամեն ինչ լինի, Նիկոլի օրոք չի լինում, արգելիներս։ Չի լինում։ Սկանուս Սետրակյան ասում էր, այո, գիտես, կոնսերվատորիան համալսարանը իմ տունն էր, ինձ զրկեցին իմ տնից, բայց ես ամեն ինչ կանեմ, որ չզրկեն նաև ինձ իմ հայրենիքից, որտեղ դա հաջորդն է։ Եվ այսպես, ֆորերը դատարկ են գալիս Հայաստան, Ռուսաստանում հրաժարվում են ապրանք վաճառել հայերին։ Սա էլ ինձ թույլ է տալի ենթադրել, որ միստր Պուտինը սրանց բոլորին ասելու է «նյետ» ու նոր ընտրություններ։ Կարող է ասի, թե չէ, կարող է։ Առ այսօր ինքն է որոշել, ցավոք, Հայաստանում ով պետք է լինի իշխանություն։ Ու ես չեմ կարծում հանգարց եթե ընդեղից զանգեն Նիկոլին ասեն վեր են դիտեղդ, դու նոր ընտրություն պետք է անես, Նիկոլն ասի չէ։ Որտեղ ինքը շատ լավ գիտի։ Չեն ինչ արժի իրա պարագայում, որովհետև մինչև հիմա ոչ մի բան չի ասել չէ։ Իսկ ինչա սրա հետևանքները լինելու, պատկերացնում ենք մենք։ Հայաստանի շրջանառությունը, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, ընդհանուր հնայի 42%-ն էր։ 42%-ը։ Հիմա ոչ գնում է, ոչ գալիս է։ Ու բայց դրա փոխարեն Փաշինյան Նիկոլ չէր լինի, եթե չասեր։ Հետո կարող է պարզվի, որ ծիրան չի մնացել Հայաստանում։ Երևանից մարդիկ չզանգեն, Փարիզ ասեն մի քիչ մեծ ծիրան մոռացեք, հա։ Օխլոզը սրա վրա ուրախացավ, նաև մի քանի քաղաքական գործիչ մի անգամ իսկեցին պայպեթել սենց։ Սիրում եմ այդ պայպեթել բառը, էլի սենց։ Չեն էլ համբերում էլի մի քիչ կոնը էլի որ։ Տեսանք ոնց է հնարավոր Եվրոպայի հետ համագործակցության մեջ մտնել։ Ի լուրջ։
Բան չեք ասում ձեր քաղաքագիտական գիտելիքները, տնտեսության մասին գիտելիքները այդ ոլակի է։ Բան չի շուտ չեք ասում ես։ Եվ միանգամից օխլոզը սկսեց ծապ տալ, հեսա, իմ ջալից այդ օխլոզը ծապ էր տալիս նաև։ Որ հեսա ծաղիկներն են գնում։ Չէ՞ որ ասում են բերեք, Լեհաստան, Լիտվա, բերեք, մեկ ամեն ինչը կառնենք, ճիշտ է, Հայաստանում ծաղիկները արդեն ստեղ ավելի թանկ են քան, Հոլանդիայում, պլյուս տեղափոխումն ավելի շատ արժեքով թանկ նստում քան Հոլանդիայից, բայց Նիկոլ Փաշինյանն ասել էր, պրոբլեմ չկա, հեսա մեծ ծաղիկները բոլորը գնում է։ Հետո պարզվեց այդ ծաղիկները հայտնվել են Սիթիներում։ Հետո այն հարցին, բա ասում էիք գնում է, պատասխանը հիշում եք։ Ինչի՞ց եք դժգոհում, վատա որ էժան ծաղիկ եք առնում։ Խապել եմ, լավ եմ արել։ Հիշում եք այդ գլխավոր շտաբի պետերը ինչ ասեց։ Այդ չեն սովածացել, որ հեռանան ջերմուկից, հիշում եք այդ նրան ինչ ասեց։ Ասեց, այն ժամանակը տենց է պետք եղել, տենց եմ ասել։ Սա դրանց քաղաքականությունն է։ Ինչ, երբ ուզում ասում են։ Սա էլ հիմա ասում է վերջ, հեսա Ծիրանը գնում է Փարիզ։ Ոնց որ Փարիզում էլ Ուրսուլա ֆոն դեր Լայնը կողնոցը կապել էր, Սեն-Դենիի վրա մի տաղավար վերցրել, կամ Շանզելիզե, չգիտեմ այդ կողմերի վրա, սենց տաղավարը բերել, դախլեքը դրել է ու Ծիրանը ծախելուն է։ Այս խոսացողները, սրանք որ տականք են ամեն ինչի ընդունակ են, ես հավատում եմ, դա տենց է, բայց այն ծապ տվողները երևի կյանքում չգիտեն, չեն իմացել, չեն տեսել, ինչ է նշանակում Եվրոպա։ Եվ ընդհանրապես ոնց է Եվրոպա ապրանք հանելու, արտահանելու process-ը։ Հայաստանից սննդամթերք Եվրոպա առաջին մի քանի տարում, տեսեք, մի քանի տարում չի կարող գնալ։ Ուղղակի, որովհետև չի կարող գնալ։ Որովհետև որ մի բան դու մի ծառ, այս ծառից Իրանի ուզենաս դու արտահանես, ուրեմն ծառը ծնված տնկած օրվանից դրա խնամքը պետք է լինի համապատասխան ստանդարտների մեջ։ Դու ինչ քիմիկատներ ես տալիս ես թե չես տալիս, ոնց է սերտիֆիկացնում անցնում։ Դուք այս սրանով ծապ տվողները հասկանում եք այդ Ու որում ծափ են տալի մեկին, որ 8 տարվա կառավարության ամբողջ ընթացքում ապացուցել է մենակ մի բան, որ իր ասած ոչ մի խոսքին չի կարելի հավատալ։ Ոչ մի, անկախ նրանից իրան ինչ է ասում։ Ու ինքը հավատարիմ իր տեսակին, իրեն հավատացող Նախիրի համար ինչ ուզում ասում է։ Նախիրն է ծափատալի, հեսա Ծիրանս գնում է Փարիզ։ Զանգ եք ընկերներից ասեք 1 կիլո ծիրան կուղարկես այնտեղ։ Թե չէ։ Ձեզ թվում է միջև հիմա ոչ մեկին մտքով չեր անցել Եվրոպա Փարիզ ծիրան տանել վաճառը, լուրջ։ Ապրանքներ, ծառայություններ, թանկություններ, արդեն դեսովարներից որոշեցին, որ ակցիզներն էլ է բարձրանում, չէ՞։ Նա կարծանք որ ակցիզներն է բարձրանում։ Հեսա։ Ուրեմն խմիչքներ, ծխախոտ, վառելիք։ Լավ ենք։ Սրան անպայման հաջորդելու է նաև տրանսպորտ, որովհետև եթե վառելիքն է թանկանում, տրանսպորտն էլ է թանկանում։ Եվ ընդհանրապես եթե վառելիքը թանկանում, ամեն ինչ է թանկանում։ Հետն էլ հաշվենք, որ Ռուսաստանից ապրանք չի գալի, իսկ կատնամթերք, բանը, ձեթից սկսած, կարակից սկսած, ալյուրից սկսած, ամեն ինչ գալիս այնտեղից։ Պարզա ինչ է լինելու։ Ասենք մոտ 1 շաբաթից, երբ որ պահեսները դատարկվում են լֆիկի։ Հա ժողովուրդ ջան։ Սա կոչվում է նիկոլական քաղաքականություն, երբ որ դու ամբողջովին կախված ես մեկ շուկայից։ Համատության համար ասեմ, Սերժ Սարգսյանի համար, Նիկոլի պապայի համար, Նիկոլը 6 անգամ ավել մտել է ԵԱՏՄ ապրանքաշրջանառությամբ եւ կախվածությամբ 6 անգամ ավել։ Ոչ թե 1, ոչ թե 6%-ով, 6 անգամ, այսինքն 600%։ Ասեմ թվերը, էլի ես ասել եմ, չէ, 12 միլիարդ Ռուսաստանի հետ է, 800 միլիոն
800 միլիոն, 12 միլիարդից 800 միլիոն Եվրոպայի հետ։ Եվրոպայի տես պատահական բան է, պատահական ինչ բերես տարվա ընթացքում 800 միլիոն կլինի, ինչա ոչ չլինի։ Էսա։ Դամալ էս հետևանքները պետքա լիներ։ Բայց գիտեք ես ում է հետաքրքրում։ Ով ուղեղից բացի, բանականությունից բացի նաև զուգահեռ ունի նաև բարոյականություն ուզում է լսի եւ պատրաստ է առերեսվելու ճշմարտության։ Թե չէ, Նիկոլ այսօր մեկին համոզում է, որ Նիկոլ ընտրածների մեջ կան ճարտարապետներ, լուրջ մարդիկ, անալիզ էին արել իրանց համար, մտածել են Նիկոլ իրենց լավ բան առաջարկում։ Լուրջ։ Ինչի դիմաց։ Այստեղ ամենահարցն է, թե նույնիսկ նա ունակ է ինչ-որ մի բան առաջարկել։ Ինչի դիմաց։ Կյանքիդ, ազատությանդ, հավատքիդ, անկախությանդ, ուրացմանդ, եկեղեցուդ, երկրի ապագայի, երեխոտ ապագայի դիմաց քեզ լավ բան առաջարկում։ Ու ինձ համոզում են, որ դա ընդունողը ինքը գիտակից մարդ է։ Չէ։ Կամ մենք ուղղակի սխալ կարծիք ունենք, ինչա նշանակում գիտակից։ Գիտակից իմ կարծիքով է, որ կարողանում է ծանոթ հետևանել առաջինը, երկրորդն էլ կարմիր գծեր ունի, որ չի կարելի անցնել։ Որ դրա դիմաց ինքը ոչ մի բան չի տալիս ու չի ընդունում։ Հիմա գնանք առաջ։ Ինչպես ասեցի, անվանվել են ճանաչվել 1051 տեղամասի քվեարկության արդյունքներ։ Սա ինչ է նշանակում։ Եթե միտեղ անվանվել է ճանաչել, եթե նույն աշխատանքը տանեին մնացած տեղերում, կլիներ նույն արդյունքը կլիներ։ Նույնիսկ եմ կրկնում, այս սրանք սաղ ընդամենը հիմք է քաղաքական որոշումների համար։ Նարեկ եւ Սամվել Կարապետյաններ։ Դուք շրջապատված եք մարդկանցով, որոնք ունեն որոշակի քաղաքական անցյալ Հայաստանում, եւ դուք առաջին օլիգարխը չեք, որ նրանք ծառայում են։ Հա, դուք ոչ մեկի հետները չեք բերել, չէ՞ Մոսկվայից։ Չէ։ Դուք միջև հիմա հայկական քաղաքական դաշտում ինքնուրույն թիմ հավաքած, ձեր ասեն ձեր ճանապարհ անցած չունեք։ Ստեղից ընդեղից, հա, ներմուծած, ներդրած դա անպայման է ցանկացած շարժման մեջ Սերժներ ունի ձեր մոտ մարդիկ, Նիկոլներ ունի ձեր մոտ մարդիկ, ուղիղ ԱԱՑ-ներ ունի ձեր մոտ մարդիկ, քնչականներ ունի ձեր մոտ մարդիկ, բոլորներ ունեն, բոլոր։ Դա կարող քնչական ասենք այնքան ծուլացել ինքը չունենա, բայց մնացած բոլորն ունեն։ Ու այդ մարդիկ ձեզ պարբերաբար տարբեր խորհուրդներ են տալու, որ հիմնականում չանեք այն ինչ որ պետք է անել, որովհետև հաշվի առնելով դուք արդեն այն ինչ չեք արել, պարզա որ դուք արդեն այդ խորհուրդների, սխալ խորհուրդների տարափի տակ եք։ Տեսեք, կա մի ճշմարտություն, դուք էլ լավ գիտեք, որ փողը լույս է տալիս։ Դուք էլ եք օգտվել այդ ճշմարտությունից։ Դուք էլ գիտեք ձեր շրջապատում ովքեր են այդ ճշմարտության համար ձեր ճակերտավորել, ճշմարտության համար ձեր շրջապատում։ Դուք մրցունակ չեք։ Ալիևի, Նիկոլի հետ մրցունակ չեք։ Ձեր փողերով դուք մրցունակ չեք, ամենակարևորը դուք չունեք կամպրոմատների այն բազան եւ ազդեցության այն բազան, որ ունենա անպայման Ալիևն ու Նիկոլը։ Ուղղակի չունեք։ Հետևաբար խորհրդարան մտնելու հաջորդ իսկ օրը դուք անես տհաճանական կալներ եք գալու, որ դուք կարող ամոթից էլ Երևանում, Հայաստանում չուզենաք ապրեք։ Եվ դուք ապահովեք անկախ ձեզանից, անկախ ձեր կամքից Նիկոլ Փաշինյանի սրտի սահմանադրական մեծամասնությունը, քվեարկություններով, որովհետև Սերժն էս միա սահմանադրություն է դրել, այս ամեն ինչի տակը, որ պայթացնում ամեն ինչ, պայթացնում, մարդիկ գնում են, հարցեր կա, չէ՞ որ գաղտնի քվեարկությունն է, դուք չեք իմանա ձեզ ով դավաճանեց։ Դուք չեք իմանա գաղտնի քվեարկության օրը կամ մի օր առաջ ում ինչքան փող առաջարկվել կամ իրանց սեռական կապերը, իրանց դավաճանությունները չհրապարակելու համար ով ոնց է քվեարկելու։ Իսկ դուք շատ լավ գիտեք, ձեր շրջապատում սրբեր չեն հաստատ։ Բոլորին լսում են այս ընթացքում, բոլորի վրա հավաքել են քրեական գործերը, տարբեր առիթներով,
ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մեկին նստածնելու համար քրեական գործը պետք չի։ Արտուր Օսիպյանը ձեզ օրինակ։ Եվ ընդհանրապես ձեր 700 կալանավորված ընկերները որ այսօր կան 700։ Դե ինձ թվում է դա էլ արդեն փաստ է, չէ՞։ Չգիտեմ 700 ինչքան է մնացել, կարծեմ 70-ն է մնացել։ Ամեն դեպքում դուք գիտեք այս ռեժիմը ոնց է աշխատում։ Մանդատների վերցնելը քաղաքական ինքնասպանություն։ Այսօր լսեցի, որ ՀԱԿ-ն էլ առաջարկի անպայման վերցեք ձեր մանդատները։ Իհարկե։ Իհարկե։ Մեծ ծրագիրը, որ գծածա պետք է գնա միջև վերջ, թե չէ։ Իհարկե։ Այնպես որ Սամվել եւ Նարեկ Կարապետյաններ, իմ հորդորը ձեզ, որովհետեւ դուք ամեն ինչ ունեք։ Ձեզ ընդհանրապես պետքա պատիվ թողել անուն, մնա։ Որ ասենք, վաղը փողոցում նայելու ենք էլ իրարեսի։ Դուք էլ չամաչեք Երևանի փողոցով անցնելուց։ Գոնե Երևանի փողոց մնա, որովհետեւ եթե դուք վերցեցիք Երևանը չի մնալու։ Կդառնա Երևան կարճ ժամանակվա ընթացքում։ Բայց լսենք այս հարցը։ Պարոն Փաշինյան, ընտրությունների օրը գիշերը ժամը 2-3-ի կողմերն էր, ես 4-3 ընտրատեղամասում էի Արաբկիրի, քվեատուփի մեջ ծրարների մի մասը չէր բացվել, մեկ էլ տեսնեմ դուք ասուլիս եք տալիս ու ասում եք ժողովուրդ ջան, ես պատմական հաղթանակ եմ տարել, այդ ընտրատեղամասում 1286 ընտրող մասնակցել էր քվեարկությանը, եւս 99 մասնակցել են գոսպիտալի զինվորները, այսինքն ընդհանուր առմամբ 1385 ընտրողի ձայն հաշվի չէր առնվել։ Մի բան մտածեցի, ասի, եթե դուք զոհված զինվորների թիվը պլյուս մինուսով եք ասում, երևի մտածել եք դե մի Սատկացնում է։ Ախր այս բաները լսող մարդը առնվազն Նիկոլ պետք է լիներ, մնալ ու միջև վերջ լսեր։ պլյուս մինուս 2000 ընտրող այս կողմ են կողմ, էական նշանակություն չի ունենա ձայների վրա, ու այդպես հաշվարկել եք, որ դե 2000 այս կողմ են կողմ կլինի, բայց դա համատարած էր, միայն այդ ընտրատեղամասում չէր, ավելի ուշ պարզվեց, որ թիվ 8 ընտրատարածքի բազմաթիվ ընտրատեղամասերում նույնպես ձայների հաշվարկը չէր ավարտվել։ Հիմա հարց, եթե օրինակ 2025-ի բյուջե, 26-ի բյուջե մոտ 500 միլիոն դրամ մենք հատկացրել ենք ԿԸՀ-ին։ Եթե այդ կառույցը ոչ մի բան չի անելու, դուք եք ամեն հարցի պատասխանը տալիս եւ դուք եք որոշում։ Ինչի ենք մենք ֆիկտիվնի այդ կառույցներին պահում։ Նույնն էլ իրավապահ համակարգի, երբ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում դուք որոշում եք ում բռնել, ում չբռնել եւ այլն, ինչ իմաստ ունի, չարժի արդյոք էկոնոմիա անել 500 միլիոնը եւ դուք ամեն ինչ որոշեք եւ հաջորդ կարևոր ճշտումը, որ ուզում եմ անել, դուք ասել եք, որ եթե սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, կլինի աղետալի պատերազմ սեպտեմբերին։ Հիմա հարց 3 ամսից իսկապես պատերազմ լինելու է, թե չէ, դուք գիտեք այդ հարցի պատասխանը, եթե լինելու է, աչք փակվի այս ամբողջ բաների վրա, բոլորի ձայնը միանգամից 0 դարձնենք, որպեսզի չլինի պատերազմ։ Շնորհակալություն։ Սա հարց չէր։ Սա մի ամբողջ մեղադրանք էր Փաշինյան Նիկոլի նկատմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեդալավորին մի ամբողջ մեղադրանքի ցանկ էր։ Ու եթե մեկը լսում է ուսանից իրան վատ չի զգում, դե հետևաբար Նիկոլ ընտրողները սանից վատ չեն զգում, նրան ասել, նա կարծիքի իրավունք ունի, նա ընտրելու իրավունք, ցավոք ընտրելու իրավունք ունի, բայց կարծիքի իրավունք չունի։ Չէ։ Սրա հետ համաձայնված մարդը նշանակում է ինքը համընդհանուր կոնսենսուսից դուրս է, հա? Կոնսենսուսից դուրս է։ Այսինքն այս սրանք բաները ոչ չի կարելի անել։ Եթե մարդը ասում է կարելի անել, նշանակում է այդ կոնսենսուսից դուրս է արդեն։ Անկախ նրա կրթական ցենզից, գիտական աստիճանից, մասնագիտությունից, նա արդեն կոնսենսուսից, բարոյական չափանիշներից, օրենսդրական դաշտից դուրս է։ Երբ որ ասում ենք իրան հանցագործ, դա ճաշակի ոլորտից չի, դա իրավական կատեգորիա է։ Ու դրա չես կարող կռիվ տալ։ Եվ հանցագործության մասին կարծիք ունենալ չի կարելի, հնարավոր չի։ Հա? Դու կարող ես, չգիտեմ, ափսոսալ դրա համար, որ դու կարծիք ունենաս հանցագործության վերաբերյալ։ Դա ընդհանրապես էական չի, դա ոչ մի բան չի փոխում։ Իսկ այն ինչ որ մեր լրագրողը շեշտեց, ռիփսիմեն։ Դուք ամբողջ հանցանքներ են, մեղադրական էր ուղղակի։ Եվ այսպես
Ստե Նիկոլը շնորհակալություն է հայտնում Պուտինին, որ առանց քո այս աջակցության իմ վրա գրողների ես հաստատ այո, այդ ձայները չի հավաքելու ու դա մեջ ճշմարտություն կա։ Հիմա ուզում եմ ես դիմա տեսանյութ ցույց տամ։ Պատահական, sense ասեցի, վստահ եմ, որ մեր մասին խոսելու են, էլի։ Հա, որովհետև Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին այդ հաջորդ տեսանյութը, այսա ես ասում եմ տեսնեմ բել իրանց մոտ իրանց մեդիաներում ինչ են խոսում ու ուզում դուք էլ լսեք այս մասը։ Значит, прежде чем отвечать на вопрос, я хотел бы поздравить граждан Армении с прошедшими выборами, с достаточно приятными результатами. Շնորհավորում ես Նիկոլ ընտրողներ, շնորհավորում ես իրանց համար հաճելի արդյունքների համար։ Կեցեք դուք։ Եվ ինձ ասեք, ես ինչի պետքա մտածեմ, որ Թուրքը իմ երկրում կարծիք իրավունք ունենալու կամ թուրքական շահերը սպասարկողը իմ երկրում կարծիք ունենալու իրավունք ունի ու ես էլ դա պետք է հաշվի նստեմ բոլորովին չէ Конечно, я думал, что результаты будут лучше для того, чтобы иметь Пашиняну конституционное большинство. Ես էլ նույնիսկ նեղացած են ձեզանից նեղացած են որ դուք ամբողջը չեք տվել իրանց որ ինքը միանգամից կարողանալ երկիրը հանձնել, հասկանում եք ինքը ձեզանից ավելին էր ակնկալում, իսկ դուք չկարողացաք ապահովեիք արդարացնեիք այս թուրքերի ակնկալիքները։ Բա Նիկոլ Վավայչ Փաշինյան победил на выборах։ Հունիսի 7-ի ընտրությունները մեր հասարակության ինտելեկտի մակարդակը ստուգելու թեստ էր, որի վերջնական արդյունքը սպասելի էր։ Փաշինյանի իշխանությունը 8 տարի ամրապնդել է դիրքերը հասարակության խոցելի խավի էմոցիաների հետ խաղալով, մարդկանց վախերը օգտագործելով ի օգուտ իրենց։ Փաշինյանի ընտրազանգվածը չգիտի, թե ինչ է անկախության հռչակագիրը, թե ինչ են անկլավները, չունի գիտելիքներ արցախյան բանակցային գործընթացից, որ հասկանա, թե ինչում էր մեղավոր իրենց կուռքը։ Իսկ արևմտյան Ադրբեջան կոչվող թշնամու ծրագիրը իրենց համար ծիծաղելի է ու հեքիաթային։ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավն էլ վերլուծում են մակերեսային ու պարզունակ պատկերացումներից ելնելով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանում Փաշինյանի ընտրազանգվածին համարում են Ալիևի կողմից շիզոֆրենիայից բուժված հայեր։ Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարարը գրառում է Ադրբեջանում Փաշինյանի ընտրազանգվածին համարում են Ալիևի կողմից շիզոֆրենիայից բուժված հայեր։ Հասկացաք ձեզ ինչ են համարում Նիկոլ ընտրողներ, որ Ալիևը ձեզ շիզոֆրենիայից բուժել է։ Ամեն դեպքում դուք շիզոֆրենիկ եք եղել, ամեն դեպքում ըստ Ալիևի, եւ Ալիևը ձեզ բուժել է։ Բայց կարծեմ շիզոֆրենիան չի բուժվում։ Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարարը գրառում է արել ու շնորհավորել ադրբեջանցիներին, որ Ալիևը 5 տարվա ընթացքում բուժել է Հայաստանի քաղաքացիների այդ հատվածին, իսկ ովքեր դեմ են քվեարկել Փաշինյանին, տառապում են շիզոֆրենիայով։ Բա Ալիևի զավակներ, ուրախացեք, ըստ Ալիևի դուք շիզոֆրենիկ էիք, բայց Ալիևը կարողացավ ձեզ բուժել։ Դե մեզ հայերիս հնարավոր չի բուժել։ Մնացել է որ մեզ հայերիս բուժի Ալիևը։ Հասկացաք։ Բայց ձեզ բուժել է փաստորեն։ Դե հիմա չգիտեմ ինչ է գրելու, ոնց է գրելու, ինչ է հայոյելու։ Ալիևին դա ձեր գործն է։ Ես գիտեմ որ դուք այլ բան չունեք ձեր բառապաշարում։ Այս որ մեծամասնություն չի կազմել սահմանադրական, այստեղ այս թթվիկար բարի ռուսական իմաստով Սասուն Միքայելյանը պրոբլեմ ունի, որտեղ չի կարողացել իր Հրազդանում ապահովի այդ հաղթանակը, չի կարողացել։ Ամեն տարի նույն քանակությամբ ձայն, նույն 13-ից 15,000, սա է իր մաքսիմումը, այդքան էլ է սարի ավակել։ Ու սա զայրացել է փաստորեն Փաշինյան Նիկոլին։ Փաշինյան Նիկոլ, ոտերը լվա Սասունին ամեն ու ջուրը խմի, որ 15,000-ը գոնե քո համար հավաքել է։ Որի համար իհարկե ինքը հետո որ նաև պատասխան տա։ Իսանայք։ Դատակ ակցիոնագրությունը Դատակ ակցիոնագրություն։ ինչի համար եք ստորագրել։ Հայ
Անակնկալի է գալիս թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, երբ տեսնում է, որ լրացված չէ քվեաթերթիկների պարկից հանած արձանագրության օրինակը։ Պարկի արձանագրության օրինակը ուր է։ Առաջ ես ոնց որ դրել էի, կներեք, Ինչ է նշանակում ոնց որ դրել էի։ ես դրել էի, ես հաստատ հիշում եմ, որ դրել էի։ Դրել եք, բայց սա եք դրել։ Անախորժ իրավիճակ է ստեղծվում թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահը արձանագրում է, որ 19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սոնա Սեքսենյանը չի լրացրել պարկի արձանագրության օրինակը, բայց ստորագրել է այն։ Այդ վատ վիճակի վատ ընկա ամբողջ կապույտների մեջ եմ ճակատ բանում։ Տեղամասում, հա, շատ այդտեղ այդ բանը որ ման են գալիս, այդտեղ այնպես եղավ, որ ես շատ փիս եմ։ Ամեն դեպքում այս որոշումը, որ ընտրություններ կամ չընտրություններ, սա քաղաքական է լինելու ու կախված է Մոսկվայից, իմ կարծիքով։ Միացանային Երևանամերձ մարզերում եկամտային հարկի վերադարձի արտոնությունը կավարտվի 2027 թվականի հունվարի 1-ին եւ չի երկարացվի։ Փաշինյանի խոսքով այն ներդրողները, որոնք նախատեսում են բնակարանաշինական ծրագրեր իրականացնել, պետք է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ստանան շինարարության թույլտվություն, որպեսզի կարողանան օգտվել գործող արտոնությունից։ Հիմա արդեն ժամանակն է, որ երկրորդ հեռավորության վրա գտնվող մարզերում գործի ծրագիրը, որտեղ նույնպես որոշակի սահմանափակումներ կլինեն։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, մինչև 27 թիվ հունվար ինչ հասցրեցիք, դրանից հետո դե ընտրություն չկա, բան չկա, իրեն ինչին եք պետք։ Իրեն էլ ոչ մի բան պետք չի։ Հարկեր, տուրքեր, գույքահարկ, պատրաստ եղեք Նիկոլ Փաշինյան ընտրողներ։ Ստեղել վերաքննիչ դատարանն է փաստորեն Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել տնային կալանքի, որի համար շատ ուրախ եմ, ձեռքի հետ էլ Սոպա Սաֆարյանի վրա պարտավորություն դրել ոչ նյութական վնասի հատուցում։ Սոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ խորը անասուն, տեսա, ինչ անասուն լինի, հոգևորականին գրի խորը անասուն։ Նա դատի է տվել։ Դատարանը արձանագրել է, որ կա զրպարտության եւ սահմանել է հատուցում 100,000 դրամի չափով։ Չնայած հայցողը պահանջել էր 3 միլիոն դրամ։ Ամեն դեպքում Բագրատ Սրբազանը թողնա տուն, ես շատ բան չեմ ուզում։ Մեր հնարավոր լինի հանդիպել Բագրատ Սրբազանի հետ հերու մի վայրում, եկեղեցու, պատարակից հետո, որ երկուսը խաղաղ լինեք։ Ասեմ Սրբազան, կպատմես ոնց սկսվեց ամեն ինչ։ Ակնկալիքով որ գուցե պատմի։ Խոսքը բաղանից ոսկեպար այդ եկեղեց այդ բաների շարժումն է եւ միջև վերջ։ Ով էր, ինչ էր, ով ինչ հորոքտ էր տալի, ոնց եղավ, խի եղավ այդպես։ Ամեն ինչ հետաքրքիր է շատ։ Ֆրանսիան եւ Կիպրոսը փաստորեն ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել, որը միանգամից Թուրքիային շատ անհանգստացել է։ Շատ։ Եվ զգուշացել է, եթե հանկարծ Կիպրոսի Թուրքիային մի բան պատահի, ինքը պատրաստ է իր ամբողջ զինանոցը կիրառել Ֆրանսիայի եւ Կիպրոսի դեմ։ Սա Գրետանն է, Թամբերգը, ասում է ես Իսրայելից չեմ վախենում, ես վախենում եմ այն մարդկանցից հասարակությունից, որտեղ մարդկությունն է կորել։ Գիտեք, այո, այն հասարակության մեջ, որտեղ այդ կարեկցանքի զգացողությունը բացակայում է, այդ հասարակությունը դադարում է մարդկային լինելուց։ Ինքը humanity բառն է, մարդկությունը, մարդկային բառն է օգտագործել։ Այնց դա կարեկցանքի բացակայության արդյունքում է, որ վերանում է այդ մարդկայնությունը։ Այսօր էլի սետրական Անուշի մի լավ բան պատմեց, ասում մարդկության գոյությունը որպես կենդանիներից զատ արդեն, հա, որ մարդը որպես կենդանի է ծնվել, ինքը երբ է դառել
մարդ, երբ է ինքը հաշվում իր գոյությունը մարդկային, երբ որ գտել են ոսկորներ, որտեղ բարձվում է կողոսկը կոտրված եւ հետո բուժված մարդ է եղել։ Կմարք են գտել, հաշվել են քանի տարեկան է ու մտածել են, որ եթե ստեղից ինքը կողոսկը չի մարմնի վրա, ոսկորների վրա, մտածել են, որ սա իրան չբուժվող հատված է, եթե ինքը կոտրվել է այս մասը ու հետո կպել է, նշանակում այդ ամբողջ ընթացքում խնամք են տարել իր նկատմամբ։ Նշանակում է իր տեղը որս են արել, իրան ճաշ են պատրաստել, իրան ջուր են տվել, մի խոսքով արդեն եղել է կարեկցանքի մարդկայնության դրսևորումները։ Եվ այդ ժամանակվանից էլ հաշվել են մարդկության սկիզբը։ Իսկ երբ դա վերանում է մարդու մոտ, մարդկանց մոտ, ինքը կամ նրանք վերադառնում են նույն անասնական կարգավիճակին։ Նույնիսկ եթե ձեռքերը iPhone 17-ն, չգիտեմ 17 կա, թե չէ, ես Android օգտագործում եմ, էլի։ Եվ վերջի մոդելի մեքենաներն ա քշում, էական չի։ Բոլորովին։ Նորից Իսրայելին մեղադրում են էթնիկ զտումների եւ ցեղասպանության մեջ։ Արդեն երկրորդ տարին է, սակայն լրանա, արդեն երրորդ տարին է սկսի։ Հեսա լրանում է եւ պարբերաբար մենք սա կարդում ենք, որոշումները կարդում ենք, հայտարարությունները կարդում ենք եւ Իսրայելի ընդհանրապես վեճը չի կներեք մնաց համար։ Իրան հետաքրքիր չի։ Ինքը անուման ինչ որ իրան ձեռք է տալիս։ Հարգելի բարեկամ, հարգելի լսող։ Ես չեմ ուզում մեզ վախացնել։ Նույնը կարող է մեր հետ լինի։ Երբ որ դու պաշտպանված չես, երբ որ դու խոսելի ես, Պաղեստինի նման, Լիբանանի նման, ցեղասպան ազգը հրյա, նույն Թուրքիան, ինքը թքած ունի բոլոր որոշումների, բոլոր զգուշացումների, բոլոր ցավակցությունների վրա։ Ախր չի կարելի սես բաներ արհամանել։ Ախր սա քաղաքական ճաշակ չի։ Ախր սա պարզ ինքնապաշտպանության, ասես գոնե բնաս պետք է աշխատել ստեղ, էլի։ Դուք ինչ արեցիք ձեզ հետ։ Ոչ հարգելի Նիկոլ ընտրողներ։ Ես ուզում եմ սա նայեք։ The oldest Christian village in the world is burning down in Tibet, Palestine. Israelis stormed the 100% populated Christian village, the place where Jesus rose Lazarus from the dead, prepared for his crucifixion, and where the 5th century, the oldest Խոսքով ամենահին քաղաքը Պաղեստինում, որտեղ Քրիստոսը մեծացել է, որը 100% քրիստոնեական քաղաք էր։ Village, գյուղ, վառել են լիովին։ Սա ցեղասպանական ռեժիմը, ցեղասպանական երկիր, ցեղասպանական բանակ ու դա քրիստոնյաներն էլ է վերաբերվում ինքը ինչ որ անում, որովհետև իր համար մանբերական քրիստոնյան նույն կենդանին են, ինքը այդ տարբերություն չի դնում։ Եթե մեկը կա, որ մտածում է սա ուղիղ մահմեդականներին է ուղված, ոչ, նրանք արդեն երրորդ քրիստոնեական քաղաքն են ավերում, եկեղեցին են պայթեցնում, քրիստոնեական բնակավայրերն են ռմբակոծում, իրանք թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Ժողովուրդ ջան, մեզ էլ չեն խնայելու։ Եթե բանը հասավատ է, որ մենք քրիստոնյա ենք, մեզ դա չի փրկելու։ Եթե Փաշինյան Նիկոլը մնաց, ես չգիտեմ ինչն է մեզ փրկելու։ Նույնիսկ բնությունը չի ուզում մեր երեսին նայել, սկացիք։ Ես էլ չէի նայի։ Եթե ես ճալ ունենայի, չէի նայի։ Ուղղակի ես ոնց չնայեմ։ Ոնց։ Այդ իմ ժառանգությունն է։ Alexa. אני אקח אותו, עליי. לא היום, לא מחר, לא מחרתיים, אבל אני אקח אותו. סמוך עליי. איך? אל תדאג. אל תדאג, תסמוך עליי. תסמוך עליי. Ես դրանն են երկեր կանգնել են պաղեստինցիների բանտակ, ասում է, այս քո տունն է, չէ, ասում է, իսկ իմն է լինելու, դու շուտով ստերից գլուս ես գալու։ Ես միանգամից պատկերացնում եմ, ադրբեջանցիները մի օր մտնել են հայկական գյուղեր, նայեն ասեն, էй, հայ, գյավուր, այսօր քոնն է, այս իմն է լինելու,
Ես քո անասունները, քո տունը, քո տեղը, ամեն ինչ իմն ա լինելու, սերից փախնելու ես։ Ինչ որ արել են Արևմտյան Հայաստանում, ինչ որ հիմա անում են Գազայում, Պաղեստինում։ Նույն բանը։ Մի քիչ մխիթարում են, որ Նիկոլի ինտրասներն են սրանց միշտ լինել։ Բայց նայում են բան 70%-ը ինչ մեղք ուներ, չնայած ասեցի մեղքը նրանում էր, որ ինքը այդ 30%-ին ուղղակի հանդուրժել է։ Հանդուրժել է, ուղիղ կռիվ չի տվել, լավ մարդ է եղել։ Դե հետևանքն էլ այն ժամանակ եթե 10% էր, հիմա դառել է 30%, որովհետև լկտիությունը, անպաշտպանությունը ինքը սոսկալի բան է։ Մանավանդ եթե ուղեկցում է դա եկամուտով, փողով։ Ты чувствуешь себя хорошо? Тебе нравится убивать палестинских детей? Да. Ты чувствуешь... Դուք զգացիք ինչ ասեց, ոնց ասեց, ես ինչ հաճույք հաստանում պաղեստինցի երեխա սպանելուց։ Себя хорошо, когда бомбишь больницу? Да. Լավ ես զգում, որ երբ հիվանդանոց ես ռմբակոծում, գող այս կոպ, այո։ Вы убиваете детей в Ливане, это нормально? Да, это нормально, из-за Хамас. Դու ասում ես Լիբանանում եք երեխակ սպանում, նորմալ է ձեր համար։ Հա։ 21-րդ դարում եք ժողովուրդ ջան։ Ես ինչի՞ եմ հիմա սրանց ցույց տալիս։ Այս սրանց հետևում թիկունքում այսպես կանգնած են սրանք։ Սկսեք։ Նույն ձեռագիրն է։ Նույն ձեռագիրն է։ Նույն աջակցությունը, նույն կենտրոնը։ Մենք կարող ենք գոնե փորձել պաշտպանվել, բայց ոնց որ մենք չենք ուզում պաշտպանվել։ Գոնե ասենք այն վճռականության, որը պետք է։ Насанայք։ Кровожадные существа. Израильскому министру исполняется 50 лет. Его жена ему дарит торт, на котором было изображено петля. Հասկացաք ինչ է։ Իսրայելի նախարարի 50-ամյակն է, կինը նվիրում է տորտ, որի վրա կախաղան է։ Նայեք, որդի վրա կախաղանը նայեք։ Петля. Что это значит? А это значит о том законе, который они приняли, казнить палестинских заключенных через повешивание. И видите, для них это радостное событие. И... Ասում են օրենքի համար, որոնք իրանք ընդունել են, որ ում բռնում են Պաղեստինում, կարող բերեն կախեն։ Ու դա ուրախության առիթ է։ Իրանք նստած էկրաններով նայում են ոնց են էկրաններով ոնց են պայթեցնում հիվանդանոցներ, շենքեր ու ցնցում են դրանք։ Ժորժ ջան, մենք մտել ենք մի էտապ աշխարհաքաղաքական, երևի պատմական։ Երևի սա չգիտեմ, սատանիզմի հաղթարշավ ասեմ, ինչ ասեմ։ Կամ սատանան արդեն բացահայտ քայլում է մեր մեջ։ Իդեմս Նիկոլի, իդեմս Թրամփի, իդեմս Էփստինի, իդեմս Նետանյահուի եւ բոլոր նրանց, ովքեր ծառայում են իրանց։ Սա բացահայտ սատանիզմ է։ Բացահայտ ու պարզվեց սատանիզմի աջակցությունը Հայաստանում մոտավորապես 30% է։ Թող ոչ մեկ ինքը ինձ չասի, իրանք չգիտեն ինչ են աջակցում, չէ։ Իրանք 8 տարի ունեին դա տեսնելու համար, զգալու համար, հասկանալու համար։ Եթե չեն տեսել, չեն զգացել, նշանակում է իրանք չի խանգարել դա, իրանք դա նորմալ են ընդունել, իրանք համար դա ընդունելի է եղել։ Այսօր մի հատ վերլուծաբան խոսում է, ասում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանում է մտնի ուղիղ այլ երկրում նախագահ գողանա իր նջարանից։ Այդ նույն երկիրը կարողանում է կիլոմետրների վրա, հազարավոր կիլոմետրների վրա հետախուզության տվյալներով, միանգամից 53 բարձրաստիճան ղեկավար սպանի բունկերի մեջ։ Ու նա երկրում կորած երեխեք ինչի կարողանում գտնի։ Տարեկան 300,000 երեխա է կորում իր երկրում, այս հնարավորությունն ունեցող երկիրը չի կարողանում գտնի։
ոսկ կնի։ Իրացարների մեջ չկա։ Բայց ինչով սնվել։ Մեկ բարդ ընտրության առաջ են կանգնած։ Շատ։ Ու ամեն մեկի ակտիվությունն է, որ կարող է բան փոխի ժողով։ Սա անհատների քաշի բան չի, մանավանդ որ այդ անհատները չունեն այդ հսկայական ռեսուրսները ֆինանսական եւ մնացած, որոնք դիապետում են մեր թշնամիները, սատանան։ Բայց չի կարելի մի մարդու ուսերին թողել այս ամեն ինչը։ Ոչ մեկ չի կարա միայնակ այս ամեն ինչի դեմ կռիվ տա։ Որովհետեւ նախ այդ մարդու գործը չի միայն բոլորին սա։ Երկրորդն էլ ի վերջո ուժերն են անհավասար, եթե թողում ենք մեկի վրա։ Մենք չենք կարող անտարբերներ այս ամեն ինչին։ Անենք սա։ Approval to bioengineered cloned milk is hitting US and Canadian markets by the end of 2026. And the worst part is it might not even be labeled on the products you buy. Israeli food tech company Remilk has gained approval to buy Սրանք գիտեք ուր են հասել։ Իսրայելի բիոլաբորատորիաները կլոն են անում հիմա կաթը եւ դրանք կարող են հայտնվել կլոնանած կաթը Ամերիկայի եւ Կանադայի շուկաներում, որի թույլտվություն տվել է Ամերիկայի առողջապահության նախարարությունը։ Ու պատմենա, որ նույնիսկ այդ պակետի վրա կարող նշված չլինի, որ դու քո օգտագործածը կաթ չի։ Դա ինչ որ կլոն է, որը կատարվում է Իսրայելում, վաճառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։ Դա հասկացի այդ կաթի խմելու հետևանքն ինչ կարա լինի։ Դու ինչ ես խմում, ինչ գեն ես խմում, այդ խմելուց հետո դու ինչ ես վերածվելու։ Այն սարսափ ֆիլմերը, որ մենք տեսել ենք, հեվոսս ժամանակի ընթացքում սկսում ես դառնալ եսի ինչ, հա։ Դառնում է ռեալ։ Որովհետև այդ կաթի մեջ քեզ ինչ գեն կտան։ Հա, դու կաթ չես խմում փաստորեն։ Այդ արհեստական կլոնի մեջ ինչ գեն կտան։ Վերջում կոտոշ կաճի, քո վրա, չգիտեմ, կնճիտ կաճի, թե պոչ կաճի, եթե այդ գենը ընդունում ես։ Կարող մի բաժակից աճի, կարող մի լիտրից աճի, կարող 10 լիտր է պետք խմել, որ այդ ամեն ինչը լինի, դու չգիտենք։ Մենք մտնում ենք այդպես մի հատ բան, շրջան։ Աշխարհով մեկ։ Ժողովուրդ ջան, ստապվենք։ Ստապվենք, հասկանանք, որ մեր թշնամին բանը չէ, Նիկոլի դեմ ես, թե Ռուսաստանի դեմ ես, կամ Եվրոպայի կողմ ես, սատանիզմն է։ Սատանիզմը, որ կանգնած է Նիկոլ Փաշինյանի հենց ուղիղ գլխավերևում, այդ նկատին համաձայն, որոնք թքած ունենան բոլոր օրենքների, պայմանականությունների վրա։ Ինչ օրենք, ինչ ժողովրդավարություն։ Իրանք իրանց իսկ ինստիտուտների զեկույցների վրա թքած ունենան, այս անհատները, ում մասին ես խոսացի։ Սա Մերջորի թերոր գրիմն է գժվել Թրամփի վրա։ Մի խոսքով ամբողջ ինչի մասին է։ Որ սա մոռանում է ինչ ասե, երբ ասե։ Հիմա արդեն իր ամենաուժեղ աջակիցներն է սան ամոթանք տալի։ Սա պնդում է, որ ինքը երբեք չի ասե, որ ինքը պատերազմ չի սկսելու։ Դες բան ինքը չի ասե։ Ինքը երբեք չի ասե, որ ինքը գալու է եւ իր գալուց հետո բենզինը պետք է էժանանա, ուտելիքը պետք է էժանանա, տոկոսները պետք է էժանանան բանկային։ Չէ, իրան ասում են դուք տեսել եք ինֆլյացիայի թվերը։ Ասում հա տեսել եմ, ընտիշ թվերը։ Ինչա դուր եկավ։ Հա ասում է։ Ես չեմ ասես պատերազմ չեմ անելու։ Ես մի հատ պետք է ռմբակոծեմ։ Երեք որ ասել էի խաղաղություն եմ կնքում, չէ, այսօր պետք է ռմբակոծեմ, բաղը խաղաղություն կնկնկեմ։ Եվ այսպես հաշվել եմ, որ արդեն 39 անգամ ինքը խաղաղություն է կնքել։ Եվ իր ամենաուժեղ աջակիցներն են ասան ամոթանք տալի իրան ու իր թիմին։ Ու ես թիմի անդամը որոշել եմ, որ մեր հարցերը ինքը կարող է լուծի։ Մարկո Ռուբիո, կուբացի էմիգրանտ։ Անդեմք, անսկզբունք, անկարծիք, միակ ինչ որ փալասի կտոր, որ այսօր կարա հանգիստ մի բան ասի, վաղը նույն հանգստությամբ այլ բան ասի, իսկ բարձում է այդ էստաբլիշմենտում մարդիկ կան, որ արդեն էլ չեն դիմանում։
այդ լկտիությանը։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Դա լսենք մեր այդ ինչ են արել։ Թող հոգեբանան ձեր ասի։ Թող ես որ ասում եմ, մի անգամ էլ թող հոգեբանն ասի։ Իրականում ոչինչ, ինքնաբուխ չէր ու պատահական չէր։ Կերպարը պատահական ընտրված չէր, սիրելի կերպար էր հայ ժողովրդի կողմից։ Մտածված էր անգամ յուրայինին, թե ինչպես կարելի է տարբերակել օտարից։ Ձայները, երաժշտությունը, կրկնողությունները այդ ամենը հատուկ նախատեսված էին հանրությանը էյֆորիայի մեջ գցելու համար կամ հասցնելու մինչև մասսայական պսիխոզը։ Ամբոխի կառավարման լավագույն տարբերակներից մեկը կրկնվող պարզունակ խոսքերը, որոնք որ հասանելի են ամբոխի գիտակցությանը, ինչպես նաև վանկարկումները, անընդհատ կրկնվող միանման բառերը, հատուկ հոգեկան վիճակի մեջ գցող մարդկանց երաժշտությունը, ձայները եւ այսպես շարունակ, այնպես որ պլանավորված, ծրագրավորված էր ամենը, ոչինչ ինքնաբուխ չէր ու պատահական չէր։ Սա տարիների աշխատանք էր։ Ետնաբեմում կանգնած էին լավագույն հոգեբանները։ Կիրառվել էին ներազդման հոգեբանության բոլոր ամենաարդյունավետ գործիքները ու այնպես որ եթե օրերից մի օր, մի անգամ այդպես մտքովդ կանցնի խոսել այն մասին, որ հա դե ինչ գիտություն ա, որ հոգեբանությունը, ես էլ կարամ հոգեբան լինեմ, հիշիր քեզ 2018-ին էյֆորիայի տակ ամբոխի մասնիկ դարձած քայլելիս։ Ամբողջի մասնիկ դարձած։ Հա, երկար են պատրաստվել, ամեն ինչ պլանավորած, ծրագրած, գծած։ Ինչ է կարծում ում կողմից, ում վերահսկողության տակ։ Ով որ եկավ Նիկոլ Փաշինյանին փրկելու, որ ասի, չէ, երրորդ անգամը չի։ Այն մեկը կիսատ էր։ Հա։ Այո։ Սերժիկ Սարգսյան։ Որի իշխանության ժամանակ ինչ-որ հրաշքով Նիկոլը 7 միլիոն դոլարի փող ասան տրանսֆեր Ադրբեջանից։ Հետո Իշագուլյանը կասել, որ նույն ժամանակ սրանք մեծ շոկներով էին, սենց սպորտային պայուսակներով էին Վրաստանից փող ստանում ու բերում Հայաստան։ Ամեն ինչ իմացել են, ամեն ինչ տեսել են։ Գծել, գծագրել, տվել են ձեռք։ Լավ, միթե ձեր մեջ կես տոկոս մարդկություն չկա։ Որ ասում են ախր Սերժիկ ոնց, հենց այտենց։ Այն հանգամանքը, որ Աշոտյանը իմը բանտում է, դա չի նշանակում, որ այս ամեն ինչը չի եղել։ Դա չի նշանակում, որ Սերժի մնացած թուլեկը Նիկոլի համար չեն աշխատել ու չեն աշխատում։ Միշտ աշխատում են։ Ու մի հատ բան, եթե նկատել եք, Սերժիկը ոչ մի անգամ իր պրոբլեմ չունեցել։ Գզվրտոց, ինչքան ասես Քոչարյանի հետ։ Քֆուր քյաֆած Քոչարյանի հետ։ Բայց նայել եք, տեսել եք մի բան ունի Սերժիկի հետ։ Հա։ Ու եկավ փրկելու, որ չէ, ինքը մի անգամ էլ կարա լինի։ Մի անգամ էլ կարելի։ Եվ ով կարեց այս համանadությունը տվեց Նիկոլին։ Շտապ։ Սենց այլանդակ ձևով, այլանդակ, նենց արած, որ ինքը ոնց ասում էր, դրսից պատահական մարդ չկա, հանգարց չկարողանա մտնել, այդպես։ Սանայք։ Հոտը, կանալիզացի հոտը սպանում է։ Կոյուղու շրջակայքի աղբի հոտից փրկվելու միակ ելքը անընդհատ ծխելն էր։ 3 բանտից ազատ արձակվելուց հետո պատմում էր արցախցի Արթուր Օսիպյանը։ Դուրն ենք բացում կանալիզացի հոտն ա գալի, պատուհան ենք բացում աղբանոցի հոտն ա գալի։ Միակ տարբերակը նրանն էր, որ սիգարետը այնքան ծխենք, որ սիգարետի հոտով այդ հոտը խլացնենք, ոնց որ մոխարամանում նստած լինենք։ Վարչապետի հետ վիճելուց հետո ձերբակալված Օսիպյանն ու Բարաշենի բանտում 23 օր անցկացրեց։ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզ Ես մտածում եմ, ինչ ահավոր պայմաններում են կալանավորների նստած։ Ուզում եմ ասել, ինչի չեք վերանորոգում, հետո հասկացա, որ մի վրազ եք վերանորոգելու։
դուք այդտեղ պետք է նստեք։ Դա ձեր տեղն է, դուք պետք է շնչեք այդ ամեն ինչ։ Ընդ որում ձեր սենյակները պետք է արգելված լինի ծխելը, որ դուք ծխելով չկարողանաք խլացնել այդ հոտը։ Աղբի եւ կանալիզացիայի հոտը զուգահեռ դուք պետք է շնչեք։ Հենց այն պայմաններով, ինչ որ դուք պահում եք այսօր բանտում գտնված մարդկանց։ 705 թվականին արաբները խաբեությամբ կանչելով հայ իշխաններին փակեցին Նախճավանի եւ Խրամի եկեղեցիներում եւ այրեցին։ Դրանից անցավ 500 տարի։ 500 տարի հետո հայոց իշխանապետ Զաքարե Զաքարյանը գրավելով Արդեբիլ քաղաքը լցրեց այնտեղ առանց խաբեության, նվաճեց եւ լցրեց արաբ եւ մահմեդական իշխաններին եւ վառեց մզկիթը, հայտարարելով, որ սա ի պատասխան Նախճավանում եւ Խրամում այրված հայոց նախարարների։ Ուշադրություն դարձրեք, հայոց իշխանապետը վրեժ լուծեց 500 տարվա հեռավորությամբ եւ այս ֆոնի վրա այսօրվային խոսակցությունները, թե հայոց մեծ եղեռնից անցել է արդեն 86 տարի, առնվազն ծիծաղելի են թվում։ 700 Փաշինյան Նիկոլ, հիշում ես ասում 15000 ընտանիք սպասում է ինչ-որ օրվա։ Հիշում ես, չէ՞։ Ոնց ուզում ա լինի, այսենց, քանի տարի հետո ուզում ա լինի, մեկը տենց հավաքելա ձեզ, ձեր բառերով ասած, գիտակցաբար ձեզ տանելու է զոհարան, գիտակցաբար, գիտեք ինչի, պետականակերտության համար, որովհետև պետականակերտության համար նույնքան կարևոր է դավաճանների պատժելը։ Այնպես որ ձեր բառերով, ձեր մեթոդներով եւ պատմական այս օրինակի վրա երբ ուզում ա լինի, ոնց ուզում ա լինի, այդ օրը գալու է։ Եվ ամեն օր քնելուց առաջ հիշեք, կամ դա լինելու է հայի ձեռքով, կամ դա լինելու է ձեր տերերի ձեռքով։ Դա այսօր միշտ ասում պետք է երազեք, որ դուք դատարան հասնեք։ Ես հենց դա-ի նկատի ունեմ։ Այնպես որ 500 տարի էր անցնի, ինչքան ուզում անցնի։ Իհարկե 500 տարի չի անցնի։ Դուք այն աստիճանի չեք խրվել, որ 500 տարի անցնի մեջտեղը։ Իմացեք, ձեզ հանգիստ այդ օրվանը սպասող կա։ Լինելու է 17000 հոգու մեջ մի հոգին էլ մնա, հիշողություն ունեցող, վրեժը սրտում, մի հոգի, տեսեք ինչ եմ ասում, մի հոգի, 17000 ընտանիքի մեջ մի հոգի էլ մնա, անելու է։ Դե իմ ինչքան է հավանականությունը, որ ոչ մի բան չի մնալ։ Բոլորը ուրանալու են, բոլորը մոռանալու են ձեր արածները։ Մեկը 15000-ի կամ 17000։ Ես ամեն հələ ընտանիքից մի հոգի հաշվեցի։ Ընտանիքներ կարող են լինել շատ են, մի խոսքով։ Այսօր ձեր ամեն օրվա ապրած օրը իմացեք ձերի նվերն է։ Ու հիշեք, որ պատմությունը սիրում է կրկնվել։ Մանավանդ նրանց համար, ովքեր դասեր չեն քաղում։ Իսկ Թուրքիայի մասով Самый страшный кошмар настоящего турка – это ДНК-тест. Турция запрещает своим гражданам ДНК-тест и вывоз биоматериала за границу. В Анкаре знают, если каждый сделает тест, миф о турецкой нации исчезнет. Под турецкими именами скрываются миллионы ассимилированных армян, греков, грузин, ассирийцев и выходцев с Балкан. Ваша кровь – это карта преступлений прошлого и доказательство того, кто на самом деле является хозяином этой земли. Редкий турок сегодня не носит в себе гены армяноидной расы. Правда пробивается сквозь запреты, когда люди тайно делают тесты за границей и замирают от шока. Вы можете стереть надписи на камнях, но вы никогда не сотрете ДНК. Кровь всегда возвращает к истокам. Подпишись, здесь говорят про... Սիրելի իմ ընկերներ, միջև պետությունը զավթվում է, միջև մենք չենք հասկանում ինչա լինելու վաղվա մեր ապագա, վստահաբար մենք շփվում ենք։ Ինչ որ մի մասը հաստատ շփվում է թուրքերի հետ։ Չելենջ արեք դրանց։ Իրոք։ Ինտերնետում, TikTok-ում, ես գիտեմ, որ դուք գրվում եք, մտեք հատուկ խոսակցության մեջ
Պնդեք, որ դիմացինը հայ է եւ challenge արեք, որ ինքը դենկատեստան։ Վստահ եղեք, որպեսզի նա ապացուցի, որ ինքը թուրք է ու դրանով ինքը հպարտ է, ինքը հաստատ է տեստանելու, ձևերը գտնելու է ոնց անի։ Ու դուք կտեսնեք ոնց ենք մենք ընդհանրապես մարդկանց հետաքրքրասիրության վրա խաղալով քանդում այդ երկիրը։ Կարող մենք ավելի շուտ քանդենք այդ երկիրը, քան իրանք մեր։ Պետք է ակտիվ աշխատենք։ Մտեք այդ ցանցերը, գրվեք այդ թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ նույնպես։ Պնդեք, որ ինքը հայ է։ Պնդեք, ասեք դու հայ ես, հենա քո դեմքից երևում մնայ ու ցույց տվեք օրիգինալ թուրքին։ Ասա չես հավատում, գնա դենկա տեստ արեք։ Փողներ տալիս եմ, արեք։ Տեսեք շատ կարճ ժամանակամիջոցում ինչ կմնա Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Մարդու մտքին տեղ ունի, կռվելու այնքան ձև կա, այնքան, ու դրա համար առանձնապես իշխանություն պետք չի։ Ընդհանրապես մի քիչ սեփական նախաձեռնություն եւ տալ բան կարելի է փոխել։ Այսօր համար այսքան, լավ եղած։